դու որպես Հայաստանի քաղաքացի կարողանալու ես օրինակ եմ ասում ավտոբուսը նստել ավտոբուս իշել Մեղրիից գնալ Ադրբեջան, Ադրբեջանով Ռուսաստան։ Իրենք սա են ասում, չէ՞։ Ազգային ժողովի նախագահն էլ պաշտոնը զբաղեցնող ասում է ադրբեջանական ապրանքներ պիտի գան, մերը գնանք, գանք եւ այլ եւ այլ։ Մերը գնան որտեղով է գնալու։ Նույնիսկ Իրանի դեսպանը, որ հրաժեշտ է տալիս, ասես եթե միակողմանի աշխատի, դա ռիսկեր է պարունակում։ Գնացող դեսպանը, որը Փեզեշքյանի տեղի, հա, ընդ որում այնքան զգուշ ու բան է խոսում։ Նույնիսկ երեքն է ասած։ Հիմա ենթադրենք մենք նստեցինք, չնայած իրենք թող նստեն, առաջին իրենք պետք է նստեն, չէ՞։ Եթե իրենք են ուզում բերել այսպիսի անարժանապատիվ խաղաղություն, իրենք են առաջին, իրենց են նստեցնելու ավտոն գնան Բաքու։ Գնացինք անցանք Կովսականի սահմանը։ Եթե մեր ավտոբուսը վառեցին, Նիկոլի լեգիտիմությունն է մեզ փրկելու։ Թե էլի Գորիսկապան ճանապարհի 20 թվականի նոյեմբերի հիշեք, այդ ժամանակ հիշում եք ազգային անվտանգության ծառայությունը ինչած, եթե հայտնվեցիք նման վիճակում, ահա մեր հեռախոսահամարները զանգիկ մենք կգանք։ Դուք ում եք զերարում։ Դու լուրջ հավատում ես, որ փաստացի գերության ուղարկող քո քաղաքացուն, հետո դի գաս ասես, որ չէ, վայ գիտես, այս քաղաքացուն ինչու տարարել։ Լավ եմ արել տարել եմ։ Իմ տարածքն է հատել լավ եմ արել տարել եմ, լավ չի պահել իրեն։ Դժվար է ինչ-որ մի բան սարքելը։ Մեկն ու մեկի գլխին։ Ավտոբուս վառելը, չգիտեմ ինչ, ինչը մենք չունենք։ Ոնց։ 80-ականների դեպքերը։ Դա եմ ասում, դեպքեր կան, մարդիկ պատմում են ինչպես է եղել։